Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի անդամներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, նոյեմբերի 4-ն է այսօր։ Շարունակում եմ մեր աշխատանքը ու այսօր կկենտրոնանանք հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Միայն դրա մասին կխոսենք։ Ալիևի ելույթը երեկվա, որը մեծ աղմուկ բարձրացրեց, Նիկոլ Փաշինյանի այսօրվա պատասխանը առավոտ շուտ ինքը ելույթ ունեցավ Օրբելի ֆորումին, որտեղ որ նաև ես էի հրավիրված ու առավոտ շուտ ես դահլիճում էի, լսում էի վարչապետին Հայաստանի։ Այս պատասխանների մասին կխոսենք, ես իմ գնահատականները կտամ եւ Ալիևի ելույթի եւ Հայաստանի վարչապետի պատասխանին, այս է լինելու մեր գլխավոր այսօրվա թեման։ Բայց ես միշտ սկիզբը այդ թեմայի նորից խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, դա շատ է օգնում, որ մեր YouTube-յան ալիքը ակտիվ տարածվի Սփյուռքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Դուք գիտեք, որ բաժանորդագրողների թիվը, բաժանորդագրված մարդկանց թիվը մեր YouTube-յան ալիքում գրեթե հասնում է 70,000-ի։ Խնդրում եմ բաժանորդագրվեք, որ այս շեմը 70,000-ի առակ անցնենք։ Ուրեմն այսօր Օրբելի կենտրոնը Օրբելի ֆորում անցկացրեց, որտեղ որ մեծ թվով փորձագետներ մեր տարածաշրջանից, մեր հարևան երկրներից, տարածաշրջանի կենտրոնական ասիական երկրներից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Չինաստանից մեծ թվով փորձագետներ, ԶԼՄ-ներ Թուրքիայից, այլ երկրներից գտնվում են Հայաստանում, մեծ ֆորում է, շատ կարևոր ֆորում է, որտեղ որ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը ու պարզա իր ելույթին ես կանդրադառնամ։ Բայց միջ այդ, եկեք հասկանանք, ինչի հետ է կապված, որ այս լուրջ process-ի ընթացքում հայ-ադրբեջանական, շատ լուրջ խաղաղության process-ի, որը ստացավ հզորագույն իմպուլս դրական Վաշինգտոնում ու կարծես թե Իլհամ Ալիևը, Ադրբեջանի նախագահան, ինքն էլ ինչ-որ քայլեր արեց, որոնք պետք է գնահատես ու Նիկոլ Փաշինյանը իր ելույթում այսօր առավոտ Երևանում նշեց դա, որ Իլհամ Ալիևը բացեց իր տարածքը այն բեռների համար, որոնք կմտնեն իր տարածքով ու կհասնեն Հայաստան, մեր բեռների համար, մեր Հայաստան եկող կամ Հայաստանից դուրս եկող շատ կարևոր քայլեր, դա միաժամանակ արեց 3 անսպասելի հայտարարություններ։ Մասամբ կարելի էր դայև սպասել, բայց այս տոնով, որոնք կար, ինչ շատ զարմացրեց։ Որն է Իլհամ Ալիևի ռազմավարությունը կամ մարտավարությունը։ Որտեղից է գալիս, որ մի կողմից անում է քայլեր, որտեղ կա Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, բավական դրական, կառուցողական, ինչքան էլ նախապայման դնելով եւ այլ, բայց անում է մյուս կողմից մենք տեսանք երեկվա Իլհամ Ալիևի ելույթը։ Հիմա ես ձեզ հետ կխոսամ այդ ելույթի մասին, հետո իմ պատասխանները կտամ, ինչի հետ է կապված այս ձևի քաղաքականությունը Իլհամ Ալիևի։ Այս փուլում բարձր։ Նայեք, Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ Ադրբեջանի գիտության ակադեմիայի հետ կապված 80-ամյակներ ու ինքը գնաց այնտեղ ելույթ ունեցավ։ Ու ասեց, որ Ադրբեջան ազգը շատ հին ազգ է, ասեց, որ Ադրբեջանը իրավունք ունեն վերադառնալ իր պատմական հայրենիք, նկատի ունենալով նաև Հայաստանը, ասեց, որ եթե նայենք ցարական քարտեզները, ռուսական ցարական ժամանակվա քարտեզները, այնտեղ շատ կան անվանումներ գյուղերի, բնակավայրերի Հայաստանում, որոնք ուղղակի ադրբեջանական արմատներ ունեն, օրինակ Սևան լիճը, որ Գյոկչա է, ու դա պարզ է մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանի հասարակության մեջ, ԶԼՄ-ները դրա մասին շատ գրեցին,
Գիտեք, երբ որ այս ձևի մտքեր ասում են երկրորդ, երրորդ, չորրորդ էշելոնի մարդիկ կամ ֆալսիֆիկատոր պատմաբանները Ադրբեջանի կամ ֆալսիֆիկատոր փորձագետները, գիտեք, ասում են ու ասում են։ Բայց երբ որ դա ասում է Իլհամ Ալիևը, դա շատ լուրջ է։ Բայց մեր ուշադրությունից վրիպեց նաև այլ թեզ, որը ասեց Իլհամ Ալիևը, ինքը ասեց, որ ցարական Ռուսաստանը նաև բնակեցնում էր հայերով ինչ որ տարածքներ, որոնք պատմական ադրբեջանական են, ու ինքը մի օրինակ բերեց Ղարաբաղի օրինակը։ Գիտեք, իրոք շատ վտանգավոր թեզեր են, քանի որ կոպիտ ասած փորձ է արվում արդարացնել այն էթնիկ զտումը Ղարաբաղի հայերի, որը կար, կոպիտ ասած ինքը ակնարկում էր, որ այդ մարդիկ իրենց հողի վրա չեն, իրենց բերած մարդիկ են եւ այլ եւ այլ։ Մտահոգիչ է դա շատ հասկանալի է, որ մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ Հայաստանում, ու ես գիտեք ինչի մասին էի մտածում։ Նույնիսկ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ հոդվածի, ես երկու վառ մենակ այդ օրինակները բերեցի Իլհամ Ալիևի ելույթից, այո, այնտեղ ինքը ասում էր, մենք ուզում ենք խաղաղ ապրել հայերի հետ, հայերը թող չվախենան, որ ադրբեջանցիք վերադառնան Հայաստան, ինչ որ այս դեպի թեզերը ասեց, չգիտեմ ինչից վերցրեց, որ դա պետք է լինի։ Ես օրինակ կողմնակից եմ խաղաղության, կողմնակից եմ համագործակցության միանշանակ, ու գիտեք, որ մեծ կողմնակից են համագործակցության ադրբեջանցիների հետ, ողջունում եմ, որ ադրբեջանցի փորձագետները սկսեցին գալ Հայաստան, բայց ես ուզում եմ ասել, այդ թեզերը, որ ինքը տարածեց, անհասկանալի, կարծես թե անհասկանալի են ու հակասում են այն խաղաղության process-ի, որը գնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ի վերջո ստորագրվեցին լիքը փաստաթղթեր, նաև այդ թվում դելիմիտացիա, դեմարկացիայի կանոնադրությունը, Ալմատայի հռչակագիրը ընդունվեց երկու կողմից, Վաշինգտոնյան հռչակագիրը, նախաստորագրեց խաղաղության պայմանագիրը, ինչի հետ են կապված այս պատմական էքսկուրսները։ Ուստեղ ես պետք է ասեմ իմ կարծիքը ձեզ, ինչի հետ է կապված, որ Իլհամ Ալիևը անում է և այդ ուղղությամբ քայլեր, և բացասական ուղղությամբ քայլեր։ Գիտեք, ինքը երկընտրանքի մեջ է։ Պարզ է, որ մի կողմից, երբ որ կա Եվրամիությունը, երբ որ կա Միացյալ Նահանգները, նույնիսկ եթե իրանք որպես միջնորդ չեն ուղղակիորեն, բայց այդ հարթակներում գնում է process-ը, մի հատ հիշեք process-ը, որը գնաց Պրահայում 2022 թվին, հետո զարգացավ Շարլ Միշել, Էմանուել Մակրոն հանդիպացրեցին Իլհամ Ալիևին Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշում եք այդ Եվրամիության, հետո շարունակվեց, չէ, Եվրոպայում շատ ու շատ անգամ հաճախ հանդիպել են հենց Եվրոպայում Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս վերջի մեծ process-ը, որը նախաձեռնեց Դոնալդ Թրամփը եւ իր թիմը։ Միջետ էլ Բայդենի ժամանակ էլ հիշում եք արտգործնախարարների մակարդակով Հայաստան-Ադրբեջան հանդիպումներ նախաձեռնում էին ամերիկացիք, բայց հիմա Դոնալդ Թրամփի մակարդակով Միացյալ Նահանգների նախագահի մեծ Վաշինգտոնյան process, որը այդքան մեծ առաջընթաց տվեց, որ նախաստորագրեց խաղաղության պայմանագիրը Ալիևը ստիպված էր, դրանից հետո նաև դրական մենք տենդենսները տեսենք, նույնիսկ հայտարարությունների մեջ, նույնիսկ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը տերմինը Ադրբեջանը սկսեց կամ չօգտագործել, կամ միասին օգտագործում Թրամփի ուղի, մենք տեսանք այս վերջի մեկ ամիսվա ընթացքում դրական տենդենսներ, ուրեմն այս գիծը կա, որտեղ կա նաև Ալիևը, ու այդ գծից Ալիևը վերցնում է դրականը, որը դրականը ինքը վերցնում է, ոչ միայն այն, որ Վաշինգտոնում պայմանավորվեցին Հայաստան-Ադրբեջանը փակել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, նաև այն դրականը, որ Եվրամիությունը հիմա եւ Միացյալ Նահանգները աչքերը փակում են այն սարսափելի վատ վիճակի մասին, որը կա Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում։ Դες Ադրբեջանը գնալով խաղաղության ուղղությամբ ու իրոք անելով մի շարք քայլեր, քայլերից մեկը կարևոր, որ Ադրբեջանը հիմա թողնում է, որ Ադրբեջանի տարածքով անցնեն բեռներ դեպի Հայաստան,
ինքնինստինկտյան դրական է միանշանակ շատ բանի մասին է խոսում, բացի դրանից մենք չենք տեսնում հարձակումներ մեր տարածքի վրա, հռետորաբանությունը փափկացել է, այդ ճիշտը խոսանք, բայց այս գիծը դա է ապահովում ու կարծես թե Ալիևին ձեռնտու է, չէ՞։ Եվ եթե ճանապարհները բացվեն, ինչի երազում է Ալիևը, Իլխամ Ալիևը, որ ճանապարհները բացվեն, Նախիջևանի հետ մշտական կապ ունենա, տնտեսական զարգացումը իրենց համար էլ դրական կլինի, միանշանակ մեզ էլ դրականը կբերի, կարծես թե այստեղ ամեն ինչ լավ է, բայց ինչու այս ձերի հայտարարություններ այնուամենայնիվ Ադրբեջանը անում։ Դա կապված է Ռուսաստանի հետ։ Հիշում եք, հոկտեմբերի առաջի կեսին հանդիպումը Դուշանբեում Պուտին-Ալիև։ Այդ հոկտեմբերի 6-ն էր թե 7-ն էր, դրանից հետո մի քիչ փոխվեց նույնիսկ հռետորաբանությունը Ադրբեջանի ու հանգեց այս երեկվա ելույթի Ադրբեջանի։ Պարզ երևում է, որ այդ հանդիպման ժամանակ, ու ես ասել եմ ձեզ, Պուտինը ասեց Ալիևին, բարիս բուն իմաստով, ինչ ես դու գնում այն ճանապարհով, որտեղ որ Հայաստանը իր տեղը կունենա, Հայաստանը իր ճանապարհները կվերահսկի, Հայաստանը նել կզարգանա։ Արի միասին նորից վերադառնանք նոյեմբերի 9-ի փաստաթղթին ու փորձենք նորից, որ ռուս սահմանապանները վերահսկեն Մեհրի միջանցքը կամ Մեհրի երկաթգիծը, միջանցք բառը մենք չենք սիրում օգտագործենք, դա ճիշտ է, Մեհրի ճանապարհը, Մեհրի երկաթգիծը մենք ռուս սահմանապաններս կվերահսկենք ու դու չես ունենա գործ Հայաստանի հետ, մյուս կողմից մեր շահերը համընկնում են Պուտինը մոտավորապես դա էր ասում Ալիևի, որ Հայաստանը ոտի չկանգնի, որ Հայաստանի սուվերենությունը թույլ լինի, ստեղել Ալիևի մոտ պարզը կան շահեր, քանի որ համոզված եմ, որ ուրախ չի լինի Ադրբեջանը, որ Հայաստանն էլ զարգանալու է, ակտիվ զարգանալու է։ Այդ գործոնակը դա է պատճառը, երբ ընտրանքի մեջ է Ալիևը։ Կամ գնալ այն ճանապարհով, որը առաջարկում է Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, իրան դրական բենեֆիտներով Ադրբեջանի համար, դրական կողմերով եւ Հայաստանի համար, բայց Հայաստանը այդ դեպքում պահպանում է իր սուվերենությունը ու երկրորդ ճանապարհը, որը առաջարկում է Ռուսաստանը։ Արի շարունակենք ճնշել Հայաստանը, սուվերենությունից զրկենք ու դու Ալիև կուժեղացնեք քո ազդեցությունը Հայաստանի հարավում, նույնիսկ վերահսկողության մեջ միասին կվերահսկենք այդ ճանապարհները։ Ճիշտ են ասում նաև մարդիկ, ովքեր ասում են կարող է այս ելույթները Ալիևին նվիրված էին նաև ներքին լսարանի համար, քանի որ Ադրբեջանում էլ այդպես հեշտ չեն զարգացումները, դիկտատուրայից Ալիևի հոգնած են մարդիկ, այդ էլ կա, ինքը այդ հռետորաբանությունը օգտագործում է, այդ հայրենասիրական, ազգայնական, ոչ պահի դրություն Ադրբեջանում, բայց ես պնդում եմ նաև կան այս գործոնները, Ռուսաստանի գործոնը, ուրեմն ինքը երկընտրանքի մեջ է։ Մենք պետք է դա հասկանանք ու պետք է այդ կամ ակտիվ ուժեղացնենք այն գիծը համագործակցության Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, որ շարունակվի ճնշումը Եվրամիության Միացյալ Նահանգների կողմից Ալիևի վրա, որ Ալիևը այս ուղղությամբ շարունակի զարգանալ, որ այս սցենարով, մեր ուզած սցենարով գնա։ Հակառակ դեպքում պարզ է, որ վտանգները նորից կլինին մեզ համար։ Տես մենք էլ կանգնած ենք բավական բարդ վիճակում։ Կշարունակվի մեր դեմ թշնամական քայլերը Ադրբեջան-ռուսական ալյանսի կողմից, թե Ադրբեջանը ի վերջո ընտրություն կկատարի ու կշարունակի զարգացնել այն գիծը, որը տանում են Եվրամիությունը, Միացյալ Նահանգները։ Ու ստեղ է, որ այո, մենք պետք է նաև զարգանանք, ուժեղանանք, որ Ալիևը հասկանա, որ այն Ռուսաստանի կողմից, Պուտինի կողմից առաջարկված ճանապարհով անիմաստ է գնալ, ասենք փորձել թուլացնել Հայաստանը, խլել հարավը եւ այլն։ Եթե դու ակտիվ, արագ
վերականգնես երկաթգիծը, ակտիվ արագ Միացյալ Նահանգների հետ ստեղծելով համատեղ ընկերություն, սկսեց ծրագրեր իրականացնել, սկսեց Միացյալ Նահանգներին տալ հնարավորություն ազդեցությունը ուժեղացնել եւ Եվրոմիության ազդեցությունը մեր տարածաշրջանում, պարզ է Ալիևը կընտրի այն ճանապարհը, որը իրան էլ ձեռնտու է, բայց մեզ էլ է ձեռնտու։ Այս ինչ ես ուզում եմ ասել այս կոնտեքստում, բայց նաև ուզում եմ գումարել, որ Ադրբեջանը շարունակում է Արևմտյան Ադրբեջանի համայնք այդ գաղափարախոսությունը, շարունակում է միջոցառումներ անցկացնել, նաև այդ թվում Եվրոպայում, Վարշավայում անցկացրեցին, Բրյուսելում վերջին մի ամսվա մեջ, այդպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքների հետ կապված, որ իրավունք ունեն վերադառնալ, ինչ որ տարածքներ եւ այլ եւ այլ։ Ադրբեջանը շարունակում է։ Դուք կարող եք ասել, լավ, ինչ որ մարդիկ դա նախաձեռնում են, այդ կոնկրետ մարդիկ են, բայց ես պետք է ես ասեմ, որ տպվում է հոդվածներ, նյութեր, որ ակնհայտ է, որ Ադրբեջանի դրա թիկունքում Ադրբեջանի կառավարությունն է։ Ադրբեջանի կառավարությունն էլ աջակցում է այս ձևի գաղափարախոսությունը, որ տեղ գտնի, քանի որ առանց ռեսուրսի մեծ կոնֆերանսներ անցկացնել Վարշավայում, Բրյուսելում, տասնյակ ու տասնյակ մասնակիցներով դա ուղղակի անհնար է, ասենք 100 կամ 200 մասնակից է անհնար է առանց պետական ռեսուրսների։ Ուրեմն մենք պետք է իմանանք, որ այս գիծը Ադրբեջանում կա։ Կարող է թույլատրել, կարող է այդպես ընդգծված չի, ուղղակի երեկվա Իլհամ Ալիևի ելույթը մտահոգեց, ստացվեց, որ այդ ձայները դեռ չեն զերոյացվել, բայց պետք է ասեմ, որ կան։ Բացի դրանից, դատախազությունը Ադրբեջանի հանդես եկավ ելույթով, որով ասեց, որ այս գործերը հայերի դեմ ուղված, այդ 23 հայի, ովքեր գտնվում են բանտերում Ադրբեջանի, այդ գործը ցույց է տալիս, որ Հայաստանի պետությունն է մեղավոր այն խնդիրների, որոնք կային։ Այսինքն իրանք այդ դատական process-ը տանում են դեպի այն ուղղությամբ, որ այդ process-ի այն ինչ շարժումը կար Ղարաբաղի ժողովրդի պայքարի իրավունքների համար, այդ Ղարաբաղյան շարժում, Արցախայցյան պայքարը եւ այլ, իրանք ասում են դա այդքան էլ այդ սեպարատիստները մեղավոր չեն, ինչքան Հայաստանի պետությունը, ու ուզում եմ ասել, որ դա ինչ որ ցուցիչներ են, որ մենք պետք է դրա մասին իմանանք ու պետք է մտածենք ոնց չեզոքացնենք այս վտանգները։ Իդեպ ասեմ ձեզ, Ռուսաստանը անընդհատ հայտարարություններ է անում, դուք հիշում եք, երեք ես ձեզ ասեցի Եվդակիմովը, Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանում խոսում էր մեղրի ճանապարհի մասին, այդ իր լիազորությունների մեջ ընդհանրապես չի մտնում։ Ինչ կապ ունի դեսպանը Ռուսաստանի Ադրբեջանում, թող Ադրբեջանի երկաթգծի մասին խոսի, այլ ոչ թե Հայաստանի, դա էլ ցուցանիշներ են, որ Ռուսաստանը իրոք Ադրբեջանի հետ ինչ որ համատեղ բաներ պլանավորում է անել, իմիջիալոց Մարիա Զախարովան արձագանքեց այն ասացի Նիկոլ Փաշինյանի, ինքը այսօր էլ կրկանեց, որ ոչ բոլորը, որ ուզում էին, որ խաղաղություն լինի, որ կան խաղացողներ, ովքեր դեմ էին, որ լուծվի միջև այդ Ղարաբաղի հարցը, հիշում եք այդ միտքը, ցարական Ռուսաստանից գալիս էին process-ներ, խնդիրներ, այս ձևի մտքեմ ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանը ասում էր ու Մարիա Զախարովան արձագանքեց, ինքը ասում է, որ իբր Նիկոլ Փաշինյանը իբր ասում է, որ ԿԳԲ-ն մեղք ունի հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման, նու այդպես ես չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանը ասի, բայց Մարիա Զախարովան հողում անում է վարշապետի վրա Հայաստանի ու ասում է, որ այս ձևի բառեն միշտ ԿԳԲ-ն ստեղծվեց 1945 թե 54 թվականին, ինչ կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, միտքս ինչու՞մ է։ Այս արձագանքները Ադրբեջանի, Ռուսաստանի ցույց են տալիս, որ ինչ որ process գնում է Ադրբեջան-Ռուսաստան, որը կարող է վերաբերվել նաև մեզ բացասական իմաստով, ուշադիր պետք է լինենք։ Ես
երբ որ ասեցի, որ Ադրբեջանը իրոք շատ բան է ստանում Հայաստանի հետ դեպի խաղաղություն գնալուց, Եվրոպայից Միացյալ Նահանգներից մի օրինակ բերեմ։ Եվրոպական հանձնաժողովը, որը զբաղվում է հակառասիստական դրսևորումներով, որը պայքարում է անհանդուրժողական դեմ, ռասիստական դրսևորումների դեմ, այդ հանձնաժողովը իր զեկույցում վերջին շատ էր քննադատում Ադրբեջանին։ Բայց տեսակ, այս process-ը խաղաղության բերում է նրան, որ Եվրոպան դարձավ մի քիչ ավելի հանդուրժող Ադրբեջանի նկատմամբ, միայն թե Ադրբեջանը գնա դեպի խաղաղություն։ Ուրեմն Ալիևը պետք է հասկանա, որ ստեղից ինքը շատ բան է ստանում ու հրաժարվել դա սխալ է։ Ուրեմն, նայեք, երեք եւ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահ, եւ մեր պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը, եւ ազգային ժողովի փոխնախագահը Ռուբեն Ռուբենյանը արձագանքեցին Ալիևի ասածին, դե ասեցին օրինակ, ասեցին, որ երբ որ դու պատմությունը նայում ես, օրինակ ավելի հին պատմության մեջ Սևան լիճը անվանվում էր Գեգամի ծով կամ Գեղարքունիքի ծով, ուրեմն եթե հին պատմության մեջ մտնենք, նորից տեսնենք հայկական անունները, Սուրեն Պապիկյանը եւ Ալեն Սիմոնյանը նշեցին, որ իրոք վերջի ժամանակներս Ադրբեջանի հրետորաբանությունը փափկեց, բայց ցանկացած դեպքում իրանք էլ ասում են, ասենք, Էզևի պատմական էքսկուրսների գնալը ինչ իմաստ ունի, բայց մեր պաշտոնյաները իմ կարծիքով ճիշտ արեցին, բավական մեղմ արձագանքեցին, առաջի արձագանքը բավական մեղմ էր, որ խաղաղության process-ը պետք է զարգացնել, ես համաձայն եմ, քանի որ ճիշտը, որ Ալիևին պատասխաներ Նիկոլ Փաշինյանը, հենց վարչապետը պատասխանել, ու այսօր այս Օրբելի ֆորումում, որը կազմակերպեց Օրբելի կենտրոնը, Նիկոլ Փաշինյանը իր ելույթում առավոտ շուտ արձագանքեց։ Հիմա գլխավոր իր ելույթից թեզեր։ Նու առաջինը իմ կարծիքով ինքը ճիշտ արեց, ասեց ոնց Ադրբեջանը արեց ճիշտ քայլ, իր տարածքը բացեց Հայաստանի բեռների համար։ Բացի դրանից ինքը մանրամասն նորից նկարագրեց, նշեց այն դրականը, որը կա, որ դելիմիտացիա դեմարկացիան սկսվեց, նախաստորագրում խաղաղության պայմանագրի, Վաշինգտոնյան, հիշում եք, հռչակագիրը շատ կարևոր, հետո Ալմաթայի հռչակագրի ամրապնդում Ադրբեջանի, ի պաշտոնե Ադրբեջանի նախագահան դրա տակ ստորագրվեց, որ Ալմաթայի սահմաններով պետք է շարժվենք, այդ սովետական միության սոցիալիստական Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններով, ու ինքը ասեց, կարծես թե քաղաքական տեսանկյունից լուծված է կոնֆլիկտը, քանի որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրանք մեր, հիմա գնում են բանակցություններ, բայց իմ կարծիքով վարչապետը ճիշտ նշեց, որ հոգեբանա սոցիալ հոգեբանական խնդիրներ կան։ Իրոք հասարակությունում կան հարցեր, որոնք բացվում են, բարձրանում են, ու ինքը ինչ ասեց, ինչի հետ ես ճիշտ ասած համաձայն եմ։ Ես էլ մտածում եմ, դե ինչ պետք է պատասխանի վարչապետը Իլհամ Ալիևի ասածին։ Եթե գնում է մեծ process ու այդպես կտրուկ թեքվում ես այդ process-ից, հա։ Իմ կարծիքով պատասխանը գտած վարչապետի կողմից, կառավարության կողմից ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը ասեց, պատմության գիրկը մտնելը շատ վտանգավոր է։ Իրոք, այդպես է։ Հիմա եթե մենք մտնենք այն պատմությանը, որը կար, օրինակ 1000 տարի առաջ, մենք մի պատկեր կտեսնենք։ Եթե մտնենք 100 տարվա պատմության մեջ, այլ պատկեր։ Ուրեմն պատմությունը, երբ որ ներգրավում ես այդ process-ի մեջ, բարձր խաղաղությունը վտանգի տակ է դրվելու։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ասում է, եկեք կենտրոնանանք նրա վրա, որ սուվերենությունը ուժեղացնենք, եւ մենք մեր սուվերենությունը, Ադրբեջանը իր սուվերենությունը։ Ավելի Նիկոլ Փաշինյանը ակնարկ արեց, որ Ադրբեջանը ու Հայաստանը ինչի գնաց այդ process-ը, քանի որ Ադրբեջանն էլ հասկացավ, որ իր սուվերենությունը վտանգի տակ է, նո պարզ է ակնարկը Ռուսաստանի վրա է։ Պարզ է լավ էր, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում մի քանի անգամ գոված Թրամփ նախագահ Ամերիկայի այդ նախաձեռնությունները Վաշինգտոնյան։
եւ ձեռք բերված պայմանավորվածություններից շատ կարեւոր է, որ ինքը այդ մեսեջները ուղարկեց։ Ուրեմն գլխավոր միտքը, որը նշեց Նիկոլ Փաշինյանը ու զարգացրեց դա, ես չեմ ուզում հիմա խորացնել, գլխավոր միտքը այսօրվա պատասխանի, որ եթե մենք մտնում ենք պատմության գիրկը, որ պատմությունն է մեզ համար հիմք պետք է, ասենք Պարսկաստանի ժամանակվա, երբ որ ամբողջ այդ տարածքները մտածեին Պարսկաստանի կայսրության մեջ, թե ռուսական կայսրության, թե օսմանյան ժամանակվա, ու շատ ճիշտ է դա, նայած որ մասն ես պատմության ուսումնասիրում, որտեղ ես հասնում, այլ պատկեր կտեսնես։ Նու ակնարկը ինչու՞մ էր Նիկոլ Փաշինյանի, որ կտեսնես, որ ասենք նույն Ղարաբաղը այլ տեղում էր գտնվում կամ նույն տոպոնիմները, անվանումները այլ էին, այլ ոչ թե այն, ինչ ասում է Իլհամ Ալիևը։ Հասկանալի է դա, իմ կարծիքով իրոք, եթե դու պատմության մեջ խորանում ես, առաջացնում են նոր ու նոր մարտահրավերներ, մինչդեռ կա պայմանագիր խաղաղության, այդ պայմանագրի մեջ շատ ու շատ բաներ գրված են, ոնց պետք է աշխատենք, ուր գնանք։ Ես մենակ մեկ բան կգումարեի Նիկոլ Փաշինյանը ասացին։ Գիտեք, ինքը կորեկտ առայթվեց, պարզա ինքը չի ուզում մտնել բանաճե վեճի մեջ Ալիևի հետ այդ հարցերով, քանի որ մեզ իրոք պետք է խաղաղությունը ու իրոք process-ը գնում է ինչի խաթարենք, բայց ես որպես փորձագետ ուզում եմ գումարել մեկ բան։ Ցավով պետք է ասեմ, որ Ադրբեջանի պատմաբանները շատ են ֆալսիֆիկացնում պատմությունը։ Ֆալսիֆիկացիայի, պատմության ֆալսիֆիկացիայի այդ մասը շատ մեծ է, գիտեք, ասել այն եկեղեցիների քրիստոնյա հայերի եկեղեցիները, որ ալբանական են, կամ թեզեր տարածել, որ հայերը ապրող Ղարաբաղում դա դրսից եկած են, կամ Հայաստանում ապրող, հասկանում եք, այս ֆալսիֆիկացիաները իրոք վատ ֆոն են ստեղծում։ Ուրեմն իրոք ճիշտ են, երբ որ մերոնք ասում են, որ մենք սոցիալ հոգեբանական խնդիրներ հիմա ունենք այդ կոնֆլիկտի հետ կապված։ Ասենք տարբեր մեկնաբանություններ պատմության նույն էջերի հետ կապված, այդ ձևի խնդիրներ պարզ է, ունեն նաև այլ ժողովուրդներ, այլ հարևաններ, բայց ինչ որ բանից պետք է ստեղծես, սկսես կարգավորել քո հարաբերությունները։ Ուրեմն իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը բավական գրագետ ու ճիշտ պատասխանեց, շատ կորեկտ, բայց տեղադրեց, որ պատմական էջերը տարբեր ժամանակահատվածում տարբեր էին, ուրեմն մենք էլ կարող ենք բերել մեր այն պատմական էջերը, որոնք իօգուտ մեզ խոսում են մեր տարածաշրջանում միանշանակ, բայց մենք գնում ենք դեպի պրագմատիկ ճանապարհով, ունենք պայմանագրեր, եկեք իրականացնենք պայմանագրերը, խաղաղություն հաստատենք, սկսենք համագործակցել, նաև այդ թվում ապաշրջափակումը մեզ կօգնի զարգացնել տնտեսությունները եւ այլ եւ այլ։ Ես ավարտեցի իմ ելույթը։